Օրհնյալ ամեր Տեր Հիսուս Քրիստոսը, իր փառավոր ողորմության եւ սիրո համար սիրելիներ։ Աստծո հոգին նույնն է եւ գիտի ինչա պետք իր ժողովրդին։ Կուզեմ այն ինչ որ կա իմ սրտի մեջ փոխանցեմ ձեզ ու թող Տերը օգնի, որպեսզի այո կարողանամ լիարժեք են ինչ որ հասկացել եմ կարողանամ հասցնեմ ձեզ Տիրոջ անունը թող փառավորվի։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 7-8 համարները պիտի կարդամ։ Երկրորդ Տիմոթեոս 7-8 համարներ։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրումը արդար դատավորը։ Եվ ոչ միայն ինձ, այլև ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Հիմնական խոսքի նյութը պիտի լինի վերջի պարբերության վրայով սիրելիներ, որ այսպես ասեմ Պողոս առաքյալը, որ Աստված պսակը պիտի տա բոլորին, ովքեր որ սիրեցին Հիսուս Քրիստոսի հայտնությունը։ Ինչ է նշանակում սա։ Սիրել Հիսուսի հայտնություն։ Բայց մինչև այդ կուզեմ հիշատակեմ Սուրբ գրքից այս խոսքերը, որ գրված այսպես կանչվածները շատ են, ընտրյալները քիչ։ Գիտեք, շատ քիչ մարդկանց կյանքի մեջ է հաջողվում, որպեսզի այս մարդիկ սիրեն Հիսուսի հայտնությունը։ Բայց սա չի նշանակում, որ մենք չենք կարա այդ կարգավիճակի մեջ լինենք։ Մենք ունենք այդ հնարավորությունը հայտնվենք այդ վիճակների մեջ, այսինքն այդ բազմության մեջ, ովքեր սիրեցին Հիսուսի հայտնությունը։ Իսկ ինչ է բերում մարդու կյանքի մեջ Հիսուս Քրիստոսի հայտնությունը։ Սա մարդը մինչև չհասկանա խորապես չի սիրի։ Իրոք իր համար հաճելի չի լինի Հիսուս Քրիստոսի հայտնությունը իր կյանքի մեջ։ Եղբայրը հիշատակեց Առաջի Կորինթացիս գրքի մեջ երկրորդ գլխի երկրորդ համարը կուզեմ կարդամ այդ համարը ուրեմն այսպես ասեմ Պողոս առաքյալը Առաջի համարից կարդանք Առաջի Կորինթացիս երկրորդ գլուխ առաջի երկու համարներ։ Ես էլ եղբայր որ ձեզ մոտ եղա ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությունով է եկա Աստծո վկայությունը ձեզ պատմելու, որովհետև միտքս չէի դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին ու այն էլ խաչվածին։ Շատ մարդիկ են եկել եկեղեցի, շատերը կգան, շատերն էլ թող է գնացել ու շատերը կգնան, բայց քչերն են, որ իրոք կհաջողվի սիրել Հիսուսի հայտնությունը։ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի մեջ գրված այսպես ասում է. լայն է դուռը, լայն է ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, բայց նեղ է ու նեղվածք է դուռը, նեղ է ու նեղվածք է ճանապարհը, որ դեպի կյանք է տանում։ Ու շատ հետաքրքիր է շարունակությունն ասում է, որ եւ քչերն են նրան գտնողները։ Բանը Աստծո տուն գալը չի, սիրելիներ։ Թերևս Աստված բոլորին տալիս է այս հնարավորությունը։ Հովանու 3:16 Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որով որ հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այսինքն Աստված բոլորի համար հնարավորություն ու պայմանները ստեղծել է, որպեսզի մարդը կարողանա հասնել այս վիճակին,
Մարդը նախ պիտի իմանա ինչ է տալու Հիսուսի հայտնությունը իրան, նորից եմ կրկնում, որպեսզի ինքը կարողանա սա սիրի, մինչև մարդը սա չհասկանա, ինքը չի սիրի Հիսուսի հայտնությունը։ Եղբայրն իր խոսքի մեջ հիշատակեց, որ դեռևս եդեմական պարտեզից մարդկային բնությունը չէ, մարդ արարածը ժառանգեց մի էություն, մի այնպիսի բնություն, որը որ սատանայինն էր։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ մարմինը հոգուն է հակառակ հոգին մարմնին։ Հիսուսի հայտնությունը, շատերն ասում են, որ մենք հավատում ենք, որ Հիսուսը Աստծո որդի է։ Շատերն ասում են, որ Հովաննու 14-րդ գլխի 6-րդ համարի մեջ ինչպես Հիսուս ասա, որ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, շատերը այս խոսքերը արտաբերում են։ Միգուցե շատ անգամներ մենք էլ ենք այդ խոսքերը արտաբերել, որ այո, Հիսուսն է կյանքը, Հիսուսն է ճանապարհը եւ Հիսուսն է ճշմարտությունը։ Միգուցե մենք էլ ենք արտաբերել շատ անգամներ այս խոսքերը, ժողովուրդ ջան։ Բայց Հիսուսի հայտնությունը իմ եւ ցանկացած անհատի կյանքի մեջ կատարելու է մի կարևոր գործողություն։ Եղբայրը դրա մասին փոքր ինչ հիշատակեց, որ գիտեք, մեղքի բնություն, որի հարցը մենակ կարա լուծի Հիսուս Քրիստոս։ Մենք մեզանով չենք կարա։ Եթե ես որպես մարդ դուրս գամ իմ մեղքի բնության դեմ, ես անզոր եմ, ժողովուրդ ջան, ես չեմ կարա։ Եթե այդպես լիներ, ու կլիներ ինչ-որ մեկը, որ կարար այդ մեղքի բնության հարցը լուծեր, գիտեք, Հիսուս չէր գա։ Չէր գրվի նաև Հռոմեացիս 3-րդ գլխի այս հայտնահանրաճանաչ խոսքերը, որ բոլորը մեղանչեցին, Աստծու փառքից պակասվեցան, չկա մեկը Աստծուն փնտրող, մեկն էլ չկա, եթե կա մի անձնավորություն, որը որ նորից եմ շեշտում, կարար իր ուժերով մեղքի բնությանը դեմ դնել ու այդ մեղքի էությանը հաղթահարել։ Այո, ինչպես եղբայրն ասա, որ աշխարհի հասկացողության մեջ էսպես է. միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ։ Ամեն ինչի մեջ նայես քո օգուտը, ամեն ինչի մեջ նայես քեզ որպես առաջնորդ, որպես առաջին, որպես իշխող, որպես հեղինակություն, հասկանում եք։ Բայց այս ամենը գալիս է այն ժառանգությունից, որ մեր նախահայր Ադամը եւ մեր նախամայր Եվան ժառանգեցին Եդեմի պարտեզի մեջ։ Ժառանգաբար փոխանցվում է, բայց սրա հարցը լուծել էր պետք սիրելիներ։ Դրա համար Հիսուսը հայտնվեց, որպեսզի իմ եւ քո կյանքի, ցանկացած անհատի կյանքի մեջ կարողանա այո այս մեղքի գործարանը կանգնեցնի, մեղքի բնությունը կանգնեցնի, որպեսզի այլևս նա արտադրանք չտա։ Սա է պատճառը, որ գիտեք, որ շատ քչերն են սիրեմ Հիսուսի հայտնությունը, որովհետև ձեռք չի տալիս իրանց, որովհետև հարցեր կան, որ ես պիտի իջնեմ, բայց դա ինձ ձեռնտու չի։ Իրավիճակներ կա, որ ես պիտի զիջեմ, բայց դա ինձ ձեռք չի տալիս։ Դրա համար Պողոս Արաքյանն ասում է, որ նրանք, ովքեր որ կսիրեն Հիսուսի հայտնությունը, այս մարդկանց համար Աստված պատրաստել է անթառամ պսակ, կարդացին, չէ, եւ ոչ միայն ինձ պիտի տա, այլ նաեւ այն ամենին, ովքեր սիրեցին Հիսուսի հայտնությունը, եւ կուզեմ մի ուրիշ համար մեջ բերում անեմ, գրված այսպես. ամեն Տեր ասողը չի, որ պիտի մտնի երկնքի արքայություն, բա ով պիտի մտնի, նա պիտի մտնի, ով որ իրոք սիրել է Հիսուսի հայտնությունը, ով որ ուզել է, որ իրոք Քրիստոս վերջնականապես հայտնվի իր կյանքի մեջ որպես Տեր եւ Թագավոր։ Այսօր մոտավոր 400 հոգի մարդ ենք այստեղ, Աստված գիտի բոլորի ներքնաշխարհը։ Աստված գիտի, թե ով ինչից ելնելով եկել է այստեղ, ով ինչից դրդված է եկել այստեղ,
Եվ Աստված գիտի այդ ամենը։ Անշուշտ ինքը գիտի, չկա այդպիսի մի արած, որ Աստծո աչքերից կարողանա ծածկվի, բայց ուղղակի այսօրվա օր Աստված ուզում է, որպեսզի մենք հասկանանք, որ մեր նպատակը Աստծո տուն գալու մի կարևոր բան պիտի լինի, ժողովուրդ ջան։ Տեր օգնի, որ ես հասկանամ քո հայտնության կարևորությունը իմ կյանքի մեջ, ու ես սիրեմ այդ հայտնությունը։ Իսկ մի քիչ վերև 7 համար այսպես ագելեմ, սկսեմ Պողոս առաքյալը, բարի պատերազմը, պատերազմեցի։ Ինչում նա բարություն է։ Բարությունը կայանում ասրանեմ, երբ որ ես սիրում եմ Հիսուսի հայտնությունը եւ ուզում եմ, որ իրոք Հիսուս հայտնվի իմ կյանքի մեջ, սա դառնում է բարի պատերազմ, որովհետեւ իմ կյանքի մեջ լուծում է այն հարցը, որ արգելք այն երկինք մտնելու։ Իմ եսի, իմ էգոյի հարցը պիտի լուծի մեկընդմիշտ, որպեսզի ես անխոչնդոտ մտնեմ երկնային արքայություն։ Այս հարցը պիտի լուծվի, այս հարցը լուծվում ամենակ Հիսուսի հայտնությունով։ Այսօր շատերը նորից եմ կրկնեմ, ասում են, որ հավատում ենք, որ Հիսուս Աստված է։ Եթե կհիշեք, մի քանի պաշտամունք առաջ եղբայրը այսպիսի մի վկայություն տվեց, որ մի անձնավորություն, որ բժշկի առջև ծունկի է եկել ծանր հիվանդության մեջ եւ բժշկից կյանք է խնդրել։ Խնդրում եմ կյանք տուր ինձ։ Համոզված եմ, բայց եթե այդ մարդուն հարցնեինք, ասեինք, գիտես, Հիսուսն է կյանքը, պիտի ասեր անշուշտ։ Ոնց, իհարկե Հիսուսն է կյանքը, բայց չէ որ Հիսուսն եկել է ինձ համար խաչվել է, բայց չէ որ Հիսուսը ինձ մաքրել է, չէ որ Հիսուսը ինձ սրբել է, բայց երբ որ իրավիճակը եկել է, գիտեք, բժշկից, մարդուց, անկարողից խնդրում եմ մի բան, որ ինքը անզոր է, գիտեք, երբեմն ես շատ եմ հանդիպել նման մարդկանց ու շատ եմ հանդիպել նման իրավիճակների, որ բժշկությունն անգամ կանգնել ու խոստովանվել է, որ մենք անզոր ենք։ Մեր հասանելիքը մինչև այստեղ էր, սրանից ենքով մենք ոչինչ չենք կարող անենք, եթե Աստված չանի ու շատ բժիշկ եթե Աստված չպահի, մենք չենք կարող։ Հասկանում եք, Հիսուսի հայտնություն ամենքին չի բախտ վիճակվում, այսպես ասեմ, այո, սիրելու այդ հայտնությունը, որովհետև նա քո կյանքի մեջ պիտի բերի խոնարհություն, պիտի բերի իջեցման process, իսկ հավատքի կյանքի մեջ գիտեք ինչ նախապայման կա։ Հավատքի կյանքի մեջ այս նախապայմանը կա, որ բարձրունքից առաջ անշուշտ պիտի խոնարհվես, որ բարձրանաս։ Պետրոս առաքյալը գրում է այսպես. խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքերի տակ, ու երբ որ ժամանակը կգա նա ձեզ կբարձրացնի։ Կուզեմ մի համար ընթերցեմ Ամբակում մարգարեությունից, ժողովուրդ ջան։ Հովհաննեսը, մեր սիրելի եղբայրը, իր թղթերի մեջ իհարկե այս խոսքը սիրո մասին է, բայց կուզեմ, որ մենք ընդհանուր կոնտեքստի մեջ նայենք ոչ միայն սիրո, այլ նաև ամեն բնագավառի մեջ։ Ճիշտ է խոսքը այսպես ասեմ, չսիրենք խոսքով եւ լեզվով, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Մենք մենակ խոսքով չասենք, ես սիրում եմ Հիսուսին։ Մենակ խոսքով չասենք, գիտեք, որ ես հավատում եմ Հիսուսը կյանքը։ Ես հավատում եմ, որ Հիսուսը ճշմարտությունն է։ Ես հավատում եմ, որ Հիսուսը ճանապարհն է, այլ բերեք ապրած կյանքով։ Իսկ ով կստա ում կյանքի մեջ կհաջողվի իր ապրած կյանքով այս ամենը իրոք դավանել ու ապացուցել, անշուշտ, ով որ սիրել է այդ հայտնությունը, ով որ հասկացել է, որ Հիսուսի հայտնությունը իր կյանքի մեջ լուծում է շատ կարևոր հարց, ժողովուրդ ջան։ Տեսեք ինչ ասում Ամբակում մարգարեն։ Ամբակում մարգարեության 3-րդ գլուխ 17-18 համարներ։ Թեև թզենին չծաղկի եւ որդերի վրա բերք չլինի, թզենի ու արդյունքը ստի
եւ արտերը կերակուր չտան։ Կտրվի ոչխարը փարախից եւ արջար չլինի գոմերում է։ Սակայն ես Տիրոջմով պիտի ցնծամ, իմ փրկության Աստծով պիտի ուրախանամ։ Նա ով որ սիրել է իրոք Հիսուսի հայտնությունը, ինքը այս խոսքերը անշուշտ կարա արտաբերի։ Ու ինքը իր կյանքի ապրած օրերի մեջ անշուշտ այս խոսքերը կապրի, որովհետև այս մարդը հասկացել է, որ ունեցվածքի շատությունից կախված չի մարդու կյանքը։ Լավ աշխատանք ունենք, լավ պաշտոն ունենք, լավ ընտանիք ունենք, բայց երբ որ եկավ մի պահ, մեզ կարանք լավ զգանք, չէ՞, բայց երբ որ եկավ մի պահ, աշխատանքդ կորցրիր, դժբախտություն պատահեց ընտանիքիդ մեջ, փողը ինֆլյացիայի ենթարկվեց եւ արժեզրկվեց։ Ինչ է կատարվում քո ներսը եւ իմ ներսը, սիրելի անմահոքի։ Մի հատ երգ ունենք, ինչ հեշտ է քո հետևից քայլել, երբ միշտ ժպտում է մեզ ամեն բան։ Երբ որ ուր գնեմ ես, ստացվում է։ Երբ որ ինչ անեմ ես, ստացվում է, հաջողվում է։ Այդ ժամանակ ասել փառք ես Տեր հեշտ է։ Բայց երբ որ մեր ժողովրդական ասացվածքի պես ձեռդ ինչի գցեմ ես, չորանում է։ Ինչ ձեռնարկում ես, չի ստացվում։ Արդյոք այս պարագայի մեջ կարողանում ես ասես նույն տոնայնությամբ, նույն ոգևորությամբ ասես փառք ես Տեր, որովհետև դու ես կյանքը, դու ես իրականությունը, դու ես ճշմարտությունը, սա մտածելու առիթ է տալիս սիրելիներ։ Շատ քիչ մարդկանց կյանքի մեջ անորից եմ ասեմ հաջողվում սա։ Գիտեք, Հոբը սա շատ լավ էր հասկացել։ Հոբը շատ լավ էր հասկացել։ Այդ դառը, շատ դառը իրողության մեջ չթողեց Աստծուն, որովհետև նա գիտեր, որ կյանքը Աստված է։ Իրոք հայտնվել էր Հիսուս իր կյանքի մեջ, Քրիստոսի հայտնությունը կար, գիտեք, դա երևում է, մենակ այս համարից կարանք եզրակացություն անենք, երբ որ կինը եկավ ու ասավ, քո կատարելությունը դարձյալ ամուր բռնել ես, հայհոյի հետ Աստծուն ու մահացիր։ Հոբի արտահայտությունը շատ դիպուկ ու հստակ ու տեղին ու խոսուն էր։ Անզգամ կանանց մեկի պես ես խոսում։ Աստծուց բարիքը առնենք, չարիքը ոչ։ Այսինքն ինչ էլ որ Տերը թույլ տա, Սուրբ գրքի մեջ գրված է, ինձ պատահած ամեն բաների մեջ դու արդար ես։ Ինչի՞։ Որովհետև դու ես կյանքը։ Սա դժվար է։ Սա պայքար է։ Նա որ սիրել է իրոք Հիսուսի հայտնությունը, նա այս պատերազմի մեջ հաղթանակած է դուրս գալիս։ Նա որ սիրել է Հիսուսի հայտնությունը, Պողոսի պես կարա ասի, ընթացքս կատարեցի։ Այսօր ինչքան ենք մենք նայեմ աչ ու ձախ։ Տեսա 30 տարվա հավատացյալ է, տեսա ծառայող է, բա ինչի իրան կարելի է, ինչ չի կարելի։ Բա եթե 30 տարվա հավատացյալն իրավունք ունի, ես ինչի իրավունք չունեմ։ 1000 ներեգություն, ամեն տերասողը չի, որ պիտի երկինք մտնի։ Տարիները կապ չունի Հիսուս Քրիստոսի հայտնությունը սիրելու համար, սիրելիներ,
Կանամարդը 50 տարի հաճախի եկեղեցի, լինի եկեղեցու անդամ, բայց Հիսուսի հայտնությունը չսիրի ինքը, իրան ձեռնտու չլի այդ հայտնությունը, որովհետև այդ հայտնության արդյունքը ինքը շատ բաներ ձեռքից տալու է, որը որ իրան է օգուտ։ Բայց Աստծո հայտնությունը իմ ու քո կյանքի մեջ գալիս է մի բանի համար, որ այն արգելողները մեր կյանքի մեջից վերացնի, որպեսզի մենք անարգել մտնենք երկինք, սիրելիներ։ Սա է իրականությունը, սա է ճշմարտությունը, մենք պիտի հասնենք դրան։ Վերջի օր, այո, կուզեմ նաև ես համարն էլ հիշատակեմ Սուրբ Գրքի, կասեն Տեր, քո անունով, էս արինք, քո անունով են արինք, ամեն պաշտամունքների ներկա եղանք, են հզոր խոսքերը լսեցինք, այո և ամենը ասեցինք, շատ օրհնություններ կարծես թե ճաշակեցինք ու վայելեցինք, ոնց, այո, ես ձեզ չեմ ճանաչեմ, ով անօրենություն գործողներ, չգիտեմ էլ որտեղից եք, ու սա իրականություն ասիրելիներ, Աստված չանի, որ մեզանից որևիցե մեկի համար այս խոսքերը հնչի, իսկ որպես այս խոսքերը չհնչի, մի աղոթք ունենք իրական անելու, որ Տեր օգնի, ես հասկանամ քո հայտնության կարևորությունը և սիրեմ այդ հայտնությունը, որպեսզի կարողանամ հավատքս էլ պահեմ, որպեսզի կարողանամ այո ամբակումի պես երևույթին չնայեմ, թեպետ ոչխար չլինի փառախի մեջ, իմ ուրախությունը դու պիտի լինես, թեկուզ աշխատանք չունենամ, բայց իմ ուրախությունը դու պիտի լինես։ Հասկանում եք ժողովուրդ ջան, մենք պիտի հասնենք այս վիճակին և Տեր այս օրերը մեզ պարգևել է զուտ սրա համար և իր հոգով, իր Սուրբ Հոգին ուղարկել է հենց սրա համար, որպեսզի օգնի մեզ, մեր միտքը լուսավորի, մեզ բացի ու հասկացնի, որ մենք հասկանանք իրական կյանքը Հիսուսն է և վերջ։ Կյանքը Հիսուսն է և վերջ։ Շատ է ասվել, որ մարդիկ երբ որ ուզում են ամուսնանան, նայում են դիմացինի կարողությանը։ Գիտեք, բայց շատ քչերն են ցավոք սրտի, ոչ թե կարողությանը նայեմ, այլ հոգևոր վիճակին նայեմ։ Շատ քչերը։ Թող Տերը օգնի, որ մենք լինենք այդ քչերի մեջ։ Քանի դեռ մեր հասանելիք եռապատիկ թելը չի կտրվել, քանի դեռ մեր սափորները չի կոտրվել, ասելա թե մեր վերջի օրը քանի դեռ չի եկել ժողովուրդ ջան, բերեք խնդրենք, որ Աստված օգնի մեզ, որ այդ ներդուր գտնող քչերի մեջ ես էլ լինեմ, դու էլ լինես, կանչվածների մեջ չլնենք, այլ մեզ տեղավորենք այդ ընտրյալների մեջ, մեզ տեղավորենք, այո, Պողոս Առաքյանն ասում է, որ ամեն բան աղբ ու կեղտ եմ համարեմ, եղբայրը այո հիշատակեց այդ համարը, որպեսզի մի կարևոր բանի հասնեմ, Հիսուս Քրիստոսին շահեմ, ինչի համար ժողովուրդ ջան, որովհետև Պողոս Առաքյալը ընտրության հնարավորություն ուներ մեռելների լավագույն հարության, ոչ թե վերջի դատաստանի հարության, այլ մեռելների լավագույն հարության, որոնց վրա երկրորդ մահը իշխանություն չունի։ Ես ունեմ այդ հնարավորությունը, այո, Հիսուսը իր խաչով այս ճանապարհը բացել է, այս հնարավորությունը ինձ ու քեզ տվել է, ով անմա հոգի, մի բավարարվի նրանով, որ Տիրոջ տուն ես գալի, մի բավարարվի նրանով, որ գիրքը կարդում ես, մի բավարարվի նրանով, որ խոսքը կարդում ես, հասկանում ես, աղոթք անում ես, դրանով մի բավարարվի, Հիսուս, ես ուզում եմ քեզ ճանաչեմ, սիրեմ քո հայտնությունը, որ դրանից վեհ բան չկա։ Վեհ բան չկա, ժողովուրդ ջան, Հիսուսի հայտնություն
Կյանքի իմաստը արդեն դու հասկացել ես, ոչ թե դիրքի մեջ է, ոչ թե պաշտոնի մեջ է, ոչ թե Երևանու մեջ է, այլ Հիսուսի հետ ապրելու մեջ է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Չեմ ուզում երկարացնեմ, կուզեմ կանգնենք աղոթքի ժողովուրդ